Քրիստոնյայի սրտում կա մի առեղծված, որը հնարավոր չէ բացատրել մարդկային մտքով, վստահությունը Աստծո հանդեպ։ Սա կույր հույս չէ սեփական ցանկությունների իրականացման, այլ խորը վստահություն նրան, ով ստեղծեց աստղերը և գիտի մեր գլխի մազերի թիվը։ Վստահությունը ընտրություն է, վախերը, ծրագրերը և կյանքը հանձնել երկնային Հորը, հավատալով, որ Նրա սերը հզոր է ցանկացած փոթորկից։ Վստահիր Տիրոջը քո ամբողջ սրտով։ Դեռ Դավիթ թագավորը, փախչելով թշնամիներից, երգում էր. «Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ, ինչ կարող է անել ինձ մարմինը»։ Վստահությունը քաջություն է, նայել փորձություններին դեմ առ դեմ, իմանալով, որ քո կողքին է Նա, ով հանդարտեցնում է ալիքները։ Քրիստոնյան հավատում է, որ նույնիսկ եթե ճանապարհը անցնում է մահվան ստվերների միջով, Աստված նրան չի լքում։ Հենց Քրիստոս, աղոթելով Գեթսեմանիում, ցույց տվեց, որ վստահությունը ցավի բացակայությունը չէ, այլ հնազանդություն Հոր կամքին, ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում։ Քրիստոսի ինքնակամ խաչելությունը վստահության կատարյալ դրսևորում է, որը դարձավ հարության դուռ։ Վստահությունը իրականությունից փախուստ չէ, այլ ուժ, անցնելու դրա միջով, գիտակցելով, որ Աստված մեզ հետ է։ Պողոս առաքյալը, ով ապրեց բազում հալածանքներ, գրում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Սակայն սա կոչ չէ անգործության, այլ աղոթքի, աշխատանքի և հույսի միասնություն է մարդկային սրտում, ինչպես հողագործը ցանում է սերմը, հույսով, որ անձրև կգա, այնպես էլ քրիստոնյան աշխատում է, վստահելով աշխատանքի արդյունքը Աստծուն։ Վստահությունը տալիս է այն, ինչ հնարավոր չէ գնել, Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Այս խաղաղությունը խնդիրների բացակայություն չէ, այլ վստահություն, որ քո կյանքի նավակում քեզ հետ է Քրիստոս։ Նույնիսկ երբ քամիները ոռնում են, Նա հանգիստ է, և դու կարող ես հանգստանալ Նրա գրկում։ Աստծուն սիրողներին ամեն բան գործակից է լինում բարիքի։ Աստված է գրում մեր պատմությունը, նույնիսկ երբ էջերը արցունքով են թրջված։ Վստահությունը հավատ է, որ խաչը տանում է հարության, ցավը բժշկության և ժամանակավորը հավիտենության։ Աստծուն վստահողը նման է երեխայի, ով բռնած է հոր ձեռքը և չի վախենում խավարից։ Նա գիտի, որ իր քայլերը ուղղորդում է Նա, ով մահը վերածեց կյանքի։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Վստահությունը այն է, որ ոչ թե լինելու է ինչպես ես եմ կամենում, այլ ինչ էլ որ լինի, վստահում եմ Աստծուն։ Թող այս վստահությունը դառնա ձեր հոգու խարիսխը, անսասան, հավիտենական, լցված Աստծո շնորհով։